Ապրիլի 22-ի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է մարդը կարիքի մեջ միջազգային հասարակական կազմակերպության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Շիմոն Պանեկի գլխավորած պատվիրակությանը։ Անդրադառնալով տարածաշրջանային սոցիալ-տնտեսական փոփոխությունների համատեքստում միգրացիոն հոսքերի կառավարմանն Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ միգրացիան այլևս չի դիտարկվում որպես միայն տեխնիկական գործընթաց կամ սահմանային վերահսկողության խնդիր։ Այս տեսանկյունից վիզաների ազատականացումը միգրացիոն ոլորտի փոխակերպման կարևորագույն խթաններից է։ Ընդգծելով միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման եւ փախստականների աջակցման հարցում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունը, Արմեն Ղազարյանը նշել է, որ այս ուղղությամբ ճիշտ ռազմավարությունը կնպաստի միգրացիոն մարտահրավերներին արդյունավետ հակազդմանը։ Միգրացիոն հոսքերի կառավարման մասին խոսելիս Շիմոն Պանեկը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությունը փախստականների աջակցման հարցում, այդ թվում վարչական գործընթացների պարզեցումը եւ միջազգային գործընկերների հետ ռազմավարական հաղորդակցության ընդլայնումը։ Կարևորելով նմանօրինակ հանդիպումները, կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու ապագա համագործակցությունը։ Հանդիպանը քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել է համագործակցության շրջանակում առաջիկա անելիքներն ու դրանց հիմնական ուղղությունները։ Այսի շրջանակում ապրիլի 23-ին տեղի է ունեցել միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական հասարակության եւ պետական կառույցների սերտ համագործակցությամբ, որի շրջանակում աշխատանքներ են տարվել տարբեր խմբերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների աջակցության ուղղությամբ։ Ամփոփիչ համաժողովին ներկայ էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը, ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Խոսելով ծրագրի արդյունավետությունից, փոխնախարար Ղազարյանը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների եւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերող հարցերի, ընդգծելով, որ առաջին իրադարձությունը պահանջել է արագ արձագանք եւ պետական, տեղական ու միջազգային կառույցների արդյունավետ համագործակցություն տեղահանվածների անհետաձգելի կարիքների բավարարման նպատակով։ Երկրորդի շրջանակում Հայաստանում նախատեսվում է միգրացիայի կառավարման նոր ստանդարտների ներդրում, ինչը կբացի մի շարք հնարավորություններ, այդ թվում քաղաքացիների ազատ եւ արժանապատիվ ճանապարհորդելու իրավունքի իրացման առումով։ Փոխնախարարը կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, այդ համատեքստում առանձնացնելով Ճամփրուկ ամենամյա մրցանակաբաշխությունը որպես միգրացիոն թեմաների լուսաբանման խթան։ Համաժողովի ընթացքում ծավալվել է պանելային քննարկում միգրացիայի կառավարումն ու սոցիալական ծառայությունների ապագան Հայաստանում, կայունություն, համագործակցություն եւ ուղղորդումներ թեմայով, որի ընթացքում կողմերի հնչեցրած հարցերին տրվել են պատասխաններ։